Մեր տաղավարում ուրախ տրամադրություն է, քանի որ մեր հյուրն է Աղաս Մանուկյանը, այսպեսի չբռնող վերջավորություններով էլ ուզում եմ ներկայացնել քեզ, ողջույն Աղաս ջան, ինչպե՞ս ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Երեկվա խաղից հետո լավ են։ Երեկվա խաղից Սկնում էի երկրպագում։ հարաբերական է երեկվա խաղից, որովհետև 3-4 խաղ է տեղի ունեցել, որ խաղից։ Շատ լավ է Պերուի խաղի։ Չէ, դե Պերուի խաղն էլ է տեն զարմանահրաշ խաղ իմ համար, Պերուի հավաքական իմ համար բացահայտում էր էլի։ Բայց Արգենտինայի խաղը, ես ճիշտ է Պորտուգալիա եմ երկրպագում, բայց Արգենտինայի հանդեպ այնց անտարբեր եմ էլի։ Ինչը գրավեց այդ խաղում կամչեզի, ինչ կառանձնացնես, բացի Մարադոնայի դրվագից ուրիշ ինչ կառանձնացնես հիշվող այդ խաղից։ Հիշվող կառանձնացնեմ 11 մետրանոցը, որը եղավ, ու կառանձնացնեմ երկրորդ հավանական 11 մետրանոցը, որը չեղավ։ Անցնենք այսօրվա խաղերին։ 18:00-ին էլի հետաքրքիր խաղեր ունենք՝ Մեքսիկա-Շվեդիա, Գերմանիա-Հարավային Կորեա։ Ինչ ես կարծում, ինչ պատկեր կստեղծվի այս խմբում։ Խմբում Գերմանիան, այսպես ասած, պլստած, կարելի է այդպես ասել վերջին։ Մենք կարող ենք համեմատել նույնիսկ Գերմանիա, Շվեդիա խաղը, երբ գերմանացիները 2-1 դրամատիկ խաղում հաղթեցին, Արգենտինայի խաղը այդ ինչու՞ չէ, որովհետև երկու թիմի համար էլ ամեն ինչ դրված է նժարին։ Նրանք պետք է հաղթեին եւ կար շատ լարված այսպիսի ներվ կար խաղի մեջ, որ այդ ներվը նրանք մեծ դժվարությամբ կարողացան հաղթել։ Բայց ինչ ավելի հետաքրքիր է դարձնում։ Միանշանակ դրանով է գեղեցիկ ֆուտբոլը։ Այսօրվա այդ խաղի հետ կապված Մեքսիկա-Շվեդիա ինչ կասես։ Իմ կարծիքով Մեքսիկան զարմանալիորեն սկսել է զարմացնել, ասենց ասա զարմանալիորեն զարմացնում է։ Ես նախապատվությունը, ասենց ասեմ, տալիս եմ Մեքսիկային, այսօրվա խաղի 18:00-ի կայանալի խաղի, իսկ Գերմանիա, Հարավային Կորեա, չեմ ասի դժվարանում եմ ինչ-որ բան կռայել, ուղղակի անակնկալները այնքան շատ ալնում ես առաջնությունում, որ արդեն մարդ վախում է։ Չգիտի ինչ կարող է գուշակի։ Բայց ամեն դեպքում, բայց իմ կարծիքով կներես իհարկե, իմ կարծիքով Գերմանիա, Հարավային Կորեա խաղում ես տես պրոստը փորձում կանխագուշակել, լինելու է 10 եւ ավելի դեղին քարտ, իմ կարծիքով։ Գերմանիա, Հարավային Կորեա։ Ինչու՞ է դա պայմանավորված։ Ուղղակի կորեացիք տես մի քիչ տես խասյաթ ունեն, էլի, կոպիտ են խաղում։ Իրանք կոպիտ բարևում են դա։ Գերմանացիներն խասյաթ ունեն եւ դեղիններ ստանալու։ Գերմանացիք ընդհանուր կոպիտ խասյաթ ունեն։ Մյուս խմբի հանդիպումներն եմ ուզում քննարկենք՝ Բրազիլիա, Սերբիա եւ Շվեյցարիա, Կոստա Ռիկա։ Բրազիլիա, Սերբիա, իմ կարծիքով դա Բրազիլիա, որովհետեւ Բրազիլիան ինչ այլոց ասում, չեմ ասում որտեղ ուզում հանգստանալ։ Չէ, Բրազիլիա լավ տեղ է կամ։ Չէ, Բրազիլիա։ Դե սենց ասեմ, կատարողների պատճառով առաջինը, երկրորդը Բրազիլիան այս տարի ինքը շատ հա սենց ժողովրդական բառ ասեմ, ձիգ թիմ է, իմ կարծիքով էլի, ու չեմպիոնների հավակնորդներից մեկն է այս առաջնության։ Սերբիան տենց ուղղակի Սերբիա։ Ուղղակի Սերբիա է։ Բարձրահասակ հավաքական։ Բարձրահասակ հավաքական։ Այո, իդերս մենք արդեն նշել ենք, որ Սերբիայի հավաքական ամենաբարձրահասակն է այս մունդիալում, եւ ասեմ, որ Բրազիլիա-Սերբիա խաղը վիճարկելու է ուղեգիր 1-8 եզրափակիչ։ Եվ եթե ստացվի հանկարծ այնպես, որ բրազիլացիները զիջ են, իսկ շվեյցարացիները նույնիսկ ոչ ոքի խաղան, ապա Բրազիլիայի հավաքականը դուրս է մնում այս առաջնությունից։ Այդ իսկ պատճառով նա անպայման պետք է հաղթի այս խաղում։ Իսկ թե ինչպես կստացվի բրազիլացիների խաղը ֆիզիկապես շատ ուժեղ սերբերի հետ, դա իհարկե ժամանակը ցույց կտա։ Ինչ է կարծում, ֆիզիկական պայքարի վրա հիմնված սերբական խաղը կարող է խնդիրներ առաջացնել Բրազիլիայի պաշտպանությունը։ Իմ կարծիքով չէ, ասենց ասեմ, երկրորդ հարկում կարան իրանք հաղթող դուրս գան, բայց իմ կարծիքով կնենց խաղ կստացվի, որ ստանդարտ դիրքերը տենց շատ նախ չի եղնի, երկրորդն էլ Բրազիլիայի փորձը, Բրազիլիայի խաղացողների, այսինքն տեխնիկական որակները մի քիչ ավելի մի քիչ շատ է, քան գերազանցում է Սերբերի եւ ինչ հաշիվ ես կանխագուշակում։ Բրազիլիա, Սերբիա։ Ես կանխագուշակում եմ 2-0 2-0 Բրազիլիա։ Եվ գնդակները Բրազիլիան կխփի ավելացված ժամանակում, թե խաղի ընթացքում։ Չէ, խաղի ընթացքում։ Այս անգամ խաղի ընթացքում։ Հուսանք, որ խաղի ընթացքում կտեսնենք այս անգամ գեղեցիկ գոլեր։ Իսկ մեր այսօրվա հանձնարարությունը մեր դիտողներին հետեւյալը կլինի. փորձեք կանխագուշակել ոչ թե խաղի հաշիվ, այլ կանխագուշակել թե Ե խմբից
իսկ ավելի կոնկրետ Բրազիլիա, Շվեյցարիա, Սերբիա այս դիմակայությունից որ թիմերը դուրս կգան 1-8 եզրափակիչ եւ որ տեղերով դուրս կգան 1-8 եզրափակիչ։ Շատ լավ, առաջին ճիշտ պատասխանողը կստանա ֆուտբոլկա։ Իսկ այսօր համար այսքանը։ Աղաս ջան, քեզ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Հուսանք կանխագուշակումներդ կստացվեն։ Ես էլ։ Միջից աղասը ֆուտբոլկա չունի։ Աղասը ֆուտբոլկա չունի։ Աղաս ֆուտբոլկա չունի։ Աղասը ֆուտբոլկա չունի։ Մենք աղասին կտանք ֆուտբոլկա, իսկ ձեզ հետ կհանդիպենք վաղը առայժմ։ Ֆուտբոլկա։ Բերեմ։ Թե բերես։ Բերեմ։ Իմ կարծիքով Էմա, չէ՞։ Շնորհակալություն։ Ախ, սա շուտ կամ ֆրազ sense դավը չէ։